Առաջարկում եմ պատրաստել պարզ բաղադրիչներով և անչափ համեղ ստացվող պոնչիկներ։ Այս բաղադրատոմսը շատ է սիրվել իմ ընտանիքի անդամների կողմից։ Խմորի համար հավկիթների վրա ավելացնում ենք շաքարավազը, բուսայուղը, կաթը, վանիլինը, խմորիչը և ալյուրը։ Հունցում ենք և ստանում ենք ձեռքերին չկպչող խմոր։ Թողնում ենք, որպեսզի հասունանա մոտավորապես 1.5 ժամ։ Այդ ընթացքում կարող եք պատրաստել կրեմը։ Բաղադրատոմսը կգրեմ նկարագրության բաժնում։ Երբ խմորը հասունանում է, գրտնակում ենք, հատուկ հարմարանքի կամ բաժակի օգնությամբ բաժանում ենք շրջանաձև մասերի, տեղափոխում ենք յուղաթղթի վրա, վրան ծածկում ենք և թողնում ենք, որպեսզի կրկին հանգստանա մոտ 20 րոպե։ Այնուհետև թավայի մեջ ավելացնում ենք առատ բուսայուղ և պոնչիկները տեղափոխում ենք տապակվելու, մինչև կարմիր կեղև կկապի ամեն կողմը 2-ից 3 րոպե։ Պատրաստ լինելուց հետո թողնում ենք, որպեսզի պոնչիկները ամբողջությամբ սառեն։ Լցոնելու համար ես օգտագործել եմ եփովի կրեմ և նուտելլա։ Վրան վերջում ավելացնում ենք շաքարի փոշի և մատուցում։ Իսկ դուք չմոռանաք պահպանել հոլովակը, անպայման պատրաստել և նշել մեկնաբանության բաժնում, թե ինչպես ստացվեց։ Բարի ախորժակ։